չկա բարձր թվերով զարկերակային հիպերտենզիա, անգամ եթե կա զարկերակային հիպերտենզիա, բոլորը իրենց պրեպարատները խմում են, բոլորը վստահում են առողջապահությանը, բոլորը վստահում են, այդ վստահությունն է նաև շատ կարևոր, որովհետև այդ վստահությամբ է գալիս, երբ որ առողջապահության համակարգն ասում է, որ պետք է վակցինացվել, այն երկրները, ովքեր որ չեն վստահում իրենց պետությանը, այն երկրները, ովքեր չեն վստահում իրենց առողջապահությանը, ավելի քիչ են վակցինացվում, որովհետև մտածում են, որ իրենց խաբում են կամ ինչ որ, չգիտեմ, ինչ որ թույներ են ներարկում, հա, կամ նույնը զարկերակային հիպերտենզիայի պրեպարատները չեն օգտագործում, որովհետև կարծում են, որ կախվածության մեջ կընկնեն, այնինչ լավ գիտելիքներ եւ ինֆորմացիա չունեն։ Իսկ մենք գիտենք, որ հենց մենթալ առողջության համար, դեմենցիայի համար, հա, առողջ ծերություն ունենալու համար շատ կարևոր է, որ մենք քրոնիկ հիվանդությունները կոմպենսացված պահենք եւ չհասցնենք դեկոմպենսացիայի, մենք ունենանք ճնշման լավ թվեր, խոլեստերինի նորմալ թվեր, անգամ եթե դրանք պրեպարատներով են եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել եւ հիշեցնել, որ պրեպարատները շատ ավելի քիչ կարող են ազդել լյարդի վրա կամ այլ օրգան համակարգերի վրա եւ ավելի լավ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա, քան օրինակ, չգիտեմ, շատ վախենալու բաներ չասեմ, բայց օրինակ ալկոհոլը Թեկուզ հենց ալկոհոլը կամ ճարպոտ սնունդը ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ լյարդի վրա, քան մի պրեպարատը, որը խմեցինք խոլեստերինի համար կամ զարկերակային ճնշում իջեցնելու համար։ Հետո հիշում ենք, ինչքան շուտ սկսեցինք խմել պրեպարատը, ինչքան առողջ ապրելակերպը կողքից կպցրեցինք այդ ամեն ինչին, այնքան ավելի քիչ պրեպարատների քանակություն ենք ունենալու։ Եթե չթողեցինք ծայրահեղ թվերի, բարձր թվերի դեկոմպենսացված երկար ընթացքի։ Ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան, ձեր պացիենտներից, ձեր բուժառուներից, տարեցները հիմնականում ինչ խնդրով են գալիս եւ ինչպես է հնարավոր լինում սննդակարգի փոփոխությամբ հասնել դրական տեղաշարժի։ Դուք արդեն մի քանի հիվանդություն նշեցիք, որ բնորոշ են մեր երկրում տարեցներին։ Ցավոք սրտի տարեցները շատ դիմելություն չունենք տարեցների, եթե ես տարեցներ ունեմ իմ պրակտիկայում երեխաները բնականաբար բերել են, այնտեղ արդեն ունենք ծանր խնդիրներ, ոչ թե սննդակարգի հետ կապված, այլ մենք արդեն ունենք քաշի հետ կապված ծնկոսկրերի, հոդերի հետ կապված խնդիրներ, երբ որ մենք արդեն, հա, պացիենտ արդեն պետք է գնա վիրահատությանն էլ չեն կարողանում գնալ քաշի պատճառով, այստեղ խիստ ցուցում է քաշի նվազեցումը, օստեոպարոզի խնդիրներ կարող են գալ, որտեղ որ սննդակարգելի մեծ նշանակություն ունի, կանխարգելումը մեծ նշանակություն ունի, քանի որ լսում եք դիետոլոգի եւ դիետոլոգը ամեն դեպքում ձեզ մոտ ասոցացվում է նիհարելու հետ, ուզում եմ նշել, որ բազմաթիվ դիետաները եւ շատ նիհարելը բերում է օստեոպորոզի ռիսկի ավելացման։ Իսկ մենք 40-ից հետո կանանց շրջանում օստեոպորոզը բավականին մեծ տարածվածություն ունի եւ Հայաստանում առավել եւս մեծ տարածվածություն ունի։ Օստեոպորոզի կանխարգելման համար շատ հեշտ կանխարգելում ունենք, շատ դիետաներ չենք անում, սոված չենք մնում, մարզվում ենք, ինչպես նաև կաթնամթերքի քանակությունը բավարար քանակության ենք պահում, այսինքն օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2-ից 3 բաժին կաթնամթերք օգտագործելը, բոլորիս տարեցներին առավել եւս 3-4 է դառնում, այսինքն 40-ից հետո մենք խնդիր ունենք ավելացնելու կաթնամթերքի 2-3 բաժին, մի քիչ ավելի առարկայական Եկեք հասկանանք, որ ճարպոտ կաթնամթերքները չեն մտնում կաթնամթերքների մեջ, այսինքն այստեղ երբ որ ասում ենք կաթնամթերքները շատացնել, ի նկատի չունենք սերուցքը եւ թթվասերը, հա, ռեժան, սերուց, թթվասեր, իրանք յուղերի մեջ ավելի շատ կնայենք իրանց, մենք այստեղ ի նկատի ունենք կաթը, կատնաշորը, պանիրը քիչ յուղայնության եւ մածունը, կեֆիրը, կատնաթթվային մթերքները, հա։ Եվ այստեղ եթե մենք գանք ամեն մեկի բաժինով, ապա 30 գրամ պանիրը 1 բաժին է, 2 մատի չափով, հա, եթե սենց բանով ասեմ, 2 մատի չափով կտոր այսպես ասած պանրի, 80-ից 100 գրամ կատնաշորն է 1 բաժին եւ 1 բաժակ մածունը կամ կաթը։ Այսինքն 200-250 մլ մածունը եւ կաթը 1 բաժին են։ Այսինքն առավոտյան եթե դուք կերակ որևիցե շիլա կաթով, հա, կամ խլոպյաներ, եկեք ավելի ժամանակակից ասեմ, հա, եթե խլոպյաներ կաթով, կամ թեկուզ սուրճի մեջ կաթ ավելացրեցիք, եթե երեկոյան մի բաժակ մածուն խմեցիք եւ օրվա ընթացքում մի կտոր պանիր կերակ, դուք 3 բաժին կատնամթերք ապահովեցիք, այդ արդեն շատ լավ է։ Բայց մարդիկ ունենք, որ բնականաբար այսքան կատնամթերք չեն օգտագործում, խնդրում եմ ուշադիր լինել, առավել եւս կանայք, առավել եւս 40-ից
Հա, այստեղ մենք հստակ օստեոպարոզի ռիսկն ենք նվազեցնում, հավատացնում եմ ձեզ հիմնական ոտքերի ցավերով, շարժունակությունը նվազեցրած մեծահասակները հիմնականում այս խնդիրն են ունենում եւ ինչքան էլի եմ ասում, ինչքան շատ դիետաներ են արել, այնքան ռիսկը բարձրացրել է։ Ենք այս խնդրի։ Իսկ շաքարային դիաբետի, որ էլի մեր երկրում շատ տարածված է եւ զարկերակային գերճնշման պարագայում ինչ փոփոխություններ մտցնել սննդակարգում, փոխել, մեզ լսում են 65 տարեկան մարդիկ, մարզերում, Երևանում, ինչ փոխեն վաղվանից, ձեր ասած մեղմ ռեժիմով, ամիջապես չհրաժարվելով։ Այո։ Ամեն սննդընդունմանը անպայման ավելացնել բանջարեղեն կամ մրգեր, իրականում մրգերը շատ ավելի լավ է ավելացնել սննդակարգ, անգամ շաքարային դիաբետի ժամանակ պետք է մրգերը լինեն, որովհետև մրգերը պարունակում են բջջանյութ, չմարսվող կլիչատկա կոչվածն է, ֆայբեր, տարբեր լեզուներով եմ ասում, միգուցե ինչ-որ մեկ, ինչ-որ միտեղ կարդացել է այլ լեզվով, որտեղ բջջանյութը կարող է ականջին անհասկանալի ինչ-որ մի բան լինել, դա չմարսվող թելիկներն են միրգ բանջարեղենի միջի, որոնք որ դանդաղեցնում են ածխաջրերի ներծծումը, այսպիսով ավելի լավացնում գլյուկոզայի թվերի մակարդակը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Ինչպես նաև կարող են իրենց վրա վերցնել խոլեստերինի որոշակի քանակություն, հա, սննդի խոլեստերինի պարունակությունը եւ դուրս բերել օրգանիզմից, դրա համար զարկերակային հիպերտենզիայի ժամանակ եւս նախընտրելի է սրտային խնդիրների ժամանակ։ Սրտի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սրտային խնդիրների ժամանակ, զարկերակային հիպերտենզիայի ժամանակ, ինսուլտ, ինֆարկտ տարած մարդկանց օրական մինչև 1 կիլոգրամ միրգ բանջարեղեն ուտել։ Ամռան սեզոններին դա շատ հավանական է Հայաստանում, շատ համեղ միրգ եւ բանջարեղեն ունենք, բայց ձմռան սեզոններին ցավոք սրտի նկատում ենք, որ կարող է ամբողջ 3-4 ամիսների ընթացքում մինչև անգամ ապրիլ սննդակարգում ոչ մի գրամ միրգ բանջարեղեն չլինի։ Հա, այս ցավոք այդպես է եւ հենց սա էլ փորձենք սովորության նման անել, սովորություն ձեռք բերել եւ անկախ սեզոնից սառեցնելով այդ մթերքները հասկանում են, որ ձմռան սեզոններին մենք ունենք բնականաբար բարձր գին, մաչելի չեն բանջարեղեն եւ մրգերը։ Իսկ չի փոխարինում, չի կարող փոխարինել։ Փոխարինում է, իհարկե, դրա համար սառեցնենք մրգերը, բանջարեղենը, կարող ենք պահածոացնել, ինչու՞ չէ, եթե դրանց մեջ շատ ճարպ չենք ավելացնում։ Հա, օրինակ լոլիկը պահածոացված, հենց մեր լեչո կոչվածը պահածոացված, դա սովորական լոլիկը կարծես, հա, բիբարով պահածոացրել ենք, ոչ մի ճարպ չի ավելացել, քիչ քանակությամբ աղ կարող է, հա, եթե մենք առհասարակ բաների մեջ էլ ավելացնենք, ճաշերի կամ, հա, այլ մթերքների մեջ ավելացնենք, էլի տարբերակ է։ Մենք ունեինք շատ հետաքրքիր սովորություն չորացնել բանջարեղենը, Բադրջան տեսած կլինեք, որ չորացնում են, կանաչ լոբինել են չորացրել, այո, ես տեսել եմ։ Հիմա կարծես թե սովորությունը սառցախցիկների հետ քիչ-քիչ հետ է նահանջել, բայց հատուկ սմբուկ չորացրած սմբուկով աղցաններ սիրահարներ կան եւ հատուկ չորացնում են այդ սմբուկը պատրաստելու համար։ Նույնը վերաբերվում է հիմա շատ նաև մոդայիկ դարձավ շատ բարակ կտրտած մրգերը չիփսերի նման պատրաստել եւ ոչ թե շաքարի մեջ չիր դարձնել, դա էլ է շատ օգտակար, դա էլ կարող ենք ավելացում որպես անել, էլի նորից լավացնելու սիրտանոթային հիվանդությունների վիճակը, նաև զարկերակային հիպերտենզիան ավելի կառավարելի դարձնելու համար, շաքարային դիաբետ ավելի կառավարելի դարձնելու համար հստակ սննդակարգը մեզ օգնության է գալիս։ Այստեղ էլի նորից պետք է չմոռանանք, ամենաշատը այս հիվանդությունները ապացուցված այսօր նաև նորից կարդում էի, հա, մեծահասակների թուլամտության ամենաապացուցված միջոցը դա ֆիզիկական ակտիվությունն է։ Այս ամենին պետք է նաև գումարենք ֆիզիկական ակտիվություն եւ իդեպ այստեղ պետք է նշեմ, որ անգամ 62000 մարդու վրա հետազոտություն էին կատարել եւ պարտադիր եւ նշում էին հստակ, որ պարտադիր չի որ գնաք ջիմ, որ այդ ֆիզիկական ակտիվությունը լինի, անգամ օրական 30 րոպեից մինչև 45 րոպե ուղակի զբոսանքը նվազեցնում է ծերունական թուլամտության առաջացման ռիսկը, այնպես որ անվճար ձերքի տակ հասանելի միջոց է, եթե դրա համար ձեզ ավելի լավ կլինի տան կենդանիները, ես միշտ խորհուրդ եմ տալիս, կարող եք շուն պահել
Եվ ստիպված օրը 2 անգամ դուրս կգաք զբոսանքի, կապահովեք ձեր նաև բնականաբար կենդանիներ պահելը եւս լավ ազդեցություն ունի մեր մենթալ առողջության համար, որովհետեւ մենք իրենցից էներգիա ենք ստանում, ջերմություն ենք ստանում, դրական լիցքեր ենք ստանում, որը որ մեր գլխուեղի առողջության համար շատ-շատ կարեւոր է։